Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ամփոփելով հիմա այս մինչ քննիչումյան հատվածը ձեր դիտարկումները խափանման միջոցի երկարաձգման եւ այլն։ Ես ուղղակի չեմ պատկերացնում իրավական առումով այն բանից հետո երբ վերաքննիչ դատարանը արձանագրել է որ դեռ նոյեմբերի 14-ից կոնկրետ Նարեկ Սամսոնյանի մասով մյուսը դեռ չունենք որսորդել Նարեկ Սամսոնյանը պետք է տնային կալանքի տակ լիներ դրանից ավելի խիստ խափանման միջոց ինչպես ուղղակի տեսականորեն չեմ պատկերացնում որոշումը մենք նախանձախնդիր կլինենք որ օրենքով սահմանված 5 ժամկետով չկա Չէ, հանձնելը, հանգորյա ժամկետում մեզ տրամադրվի, սա մի բան է նշանակում, որ այս որոշումը նշանակում է, որ ինչ ուզեն, ում նկատմամբ ուզեն, ինչ ուզեն, քան սա է նշանակում։ Մամելիքյան նախորդին դուք խոսում եք այս կոլեկտիվ պատասխանատվության ենթարկելու դատարանի դիրքորոշման մասին, փաստացի այսօր էլ այդպիսի մի դրվագի ենք ականատես լինում, ինչ որ խմբի մասին են խոսում, չեն դիտարկվում առանձին արված հայտարարությունները, այս առնչությամբ։ Դա այլ հարց է, դա էլ է շատ կարևոր, բայց ես կուզեի հիմա հատուկ անդրադառնալ վկայի հարցը։ Վկան ֆորմալ նշանակություն ունի, որ դե ինչ որ մարդ կա, որի վրա տեսականորեն կարելի է ազդել, անհասկանալի ինչի։ Մենք վերեցինք չգիտենք ինչ իմանանք։ Մենք վերեցինք հիմնավորում առայն, որ այդ մարդը ուղիղ նշել է ուղիղ իրենց մոտ մեր գրածը չի իրենց գրածն է, որ ես այդ երկու հաղորդումների, իսկ մեղադրանքը բացառապես երկու հաղորդումների է վերաբերում։ Մարդը չի դիտել։ Ալեն Սիմոնյանը կարգավիճակ ունի, այս գործընթացին։ Կարգավիճակ չունի, չէ, վկան չէ, մենք գիտենք, անունազգանունը գիտենք, բայց այդ մարդու մասին որևէ այլ տեղեկություն չունենք։ Եվ դատարանը նաև դա եմ համալում ոչ ընդունելի մոտեցում եւ այս դատավարությունը չգիտեմ այլ կերպ կարելի է բնութագրել քան ընդամենը ձևականություն եւ ֆարս։ Դուք հավելելու բան եք։ Չէ, չեմ հավելելու բան չէ, մի քիչ այդ բանի մասով ուղղակի Նարեկի, հա, Սամսոնյան Նարեկի հաստատული հետ կապված չէ, վերաքննիչի որոշումից հետո մի քիչ ավելի այսպես եթե թույլ կտա Մելիքյանը, մի քիչ ավելի բան բացատրենք, հա, ինչի մասն է խոսքը։ Փաստորեն վերաքննիչ դատարանն ասաց, որ դեռևս այն ամենասկզբից կալանքը սխալ է եղել, լիներ տնային կալանք։ Այսինքն հիմա դատավորը որպեսզի ավելի հասկանալի լինի, պիտի քններ ըստ էության ոչ թե կալանքը երկարացնելու հարցը, որովհետև կալանքը արդեն ասվել է, որ սխալ է, չէր կարելի, այլ տնային կալանքը երկարացնելու հարցը։ Սա ես ոչ թե իրավաբանական ձևակերպում եմ անում, այլ ավելի լայն հասկանալի լինելու համար։ Այսինքն ինքը էության մեջ պիտի դներ տնային կալանքը երկարացնելու կամ փոփոխելու հարցը։ Ու իմ համար, չգիտեմ, այս ամեն ինչը աբսուրդ է, իրավաբանությունից դուրս էր, թե ոնց կարես պայմաններում կալանքը երկարացնել։ Այսինքն ստորադասվել է մյուս դատարանի որոշումը, այդպես է ստացվում։ Մի կողմից էլ ստացվում է, որ դատարանը վերադասացել է, որ խախտել է, այն ժամանակ հիմա այս դատավորը նորից խախտեց նույն կերպ։ Ես կուզեի ավելացնել հասարակության հետ կապված, անկեղծ ասեմ, Նարեկի տեսակցության ժամանակ ինքը ուղիղ ասել էր, որ ես պատրաստվում եմ այս քայլին դիմել, ես չէի քննարկել, որովհետև ենթադրում էի, որ ինչպես նշեց Բաբայանը, որ վերաքննիչի որոշումից հետո ուղղակի կարելի է բացառելի համարել բանտային կալանքի շարունակվելը։ Բայց շատ հաստատակամ է Նարեկ Սամսոնյանի իր որոշման մեջ, դա նշանակում է, որ նրան պետք է առանձնացնել, առանձին պահեն եւ սա քաղաքական դիրքորոշում է այս հայտարարությանը։ Ես հարգանքով պարտավոր եմ հարգանքով վերաբերել, բնականաբար ցանկալի բան չի, բայց ես պարտավոր եմ հարգանքով վերաբերվել այսքանը։